Սեմինարը նվիրված է պերիֆերիկ նյարդերի հիվանդություններին և վնասվածքներին, ինչպես դիագնոստիկ, այնպես էլ վիրաբուժական բուժման մեթոդներին։ Խնդիրը հաճախ հանդիպող է և շատ արդի է, քանի որ այս խնդրով մարդիկ շատ հաճախ կարծես թե չեն հասնում այն բժշկին, որին պիտի հասնեին։ Այսինքն դիագնոստիկայի մեջ են մոլորվում, ժամանակ են կորցնում և այս ամեն ինչը ի վնաս աշխատում է պացիենտի։ Որոշեցինք կազմակերպել փոքր սեմինար, որը ինչու՞ չէ նաև ուսուցողական է մեր երիտասարդ բժիշկների համար, ոչ միայն միկրովիրաբույժների, այլև դիագնոստիկայի ոլորտում աշխատող ընտանեկան բժիշկներ կլինեն դա, նյարդաբաններ, էնդոկրինոլոգներ, որոնք առնչվում են այս խնդիրներով հիվանդների հետ, ռևմատոլոգ, տրավմատոլոգ, իրենք էլ որպես վնասվածքներ հաճախ ուղեկցող ունենում են նյարդի խնդիրներով պացիենտներ, այդ իսկ պատճառով մտածեցինք, որպեսզի ներկայացնել այս խնդիրը ճիշտ տեսանկյունից մեր երիտասարդ մասնագետները և այլ ոլորտի մասնագետներ, որոնք հաճախ շփվում են այս խնդրով հիվանդների հետ, կարողանան հեշտությամբ դիագնոզել, հեշտությամբ ուղղորդել ճիշտ մասնագետների մոտ, որպեսզի հիվանդը ամիսներ շարունակ ցավերի մեջ չտանջվի և չիմանա, թե արդյոք իր բուժումը ճիշտ է, թե ոչ։ Սեմինարը հետաքրքիր է նրանով, որ ընդգրկում է բոլոր ոլորտները, այսինքն նյարդերի հետազոտման մեթոդները, նյարդերի ախտաբանությունների բուժման, ինչպես նաև վիրաբուժական բուժման եղանակները։ Համարում եմ, որ դա շատ կարևոր է, որովհետև այսօրվա դրությամբ շատ հաճախ ենք հանդիպում և տրավմատիկ վնասումները և ոչ տրավմատիկ վնասումների նյարդարմատների և նյարդաթելերի և բժիշկները շատ դեպքում ճիշտ չեն կողմնորոշվում, երբ կարող են հիվանդին ուղարկել հետազոտության, ինչ հետազոտությունն է ավելի կարևոր, որն է ավելի ինֆորմատիվ և մենք այս օրվա մեր սեմինարով ուզում ենք բոլոր հարակից մասնագետներին հասցնենք այդ միտքը, որ բոլորը հասկանան ինչ է իրանից ներկայացնում նույն նեյրոմիոգրաֆիան, որը կիրառվում է նման պաթոլոգիաների որպես հիմնական ախտորոշիչ մեթոդ, ինչ ակնկալել, ինչ ինֆորմացիա դա կարող է տալ և որ ժամանակահատվածներում ճիշտ է ուղղորդել հիվանդին հետազոտության, որպեսզի ճիշտ ինֆորմացիա ստանա։